Եթերում ազատ լուրերի գլխավոր թողարկումն է, ստուդիայում ձեզ համար աշխատում են Արա Աբրահամյանը և Մարի Մինասյանը, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համարոտ։ Կայացել է Երևանից Մոսկվա տեղափոխված ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, որը նախագահել է Նիկոլ Փաշինյանը։ Իր ելույթում վարչապետը պնդել է, ԵԱՏՄ-ի առանցքային նպատակներից մեկը միության երկրներում բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ ստեղծելն է։ Հայաստանի ղեկավարն անդրադարձել է նաև կառավարության հեղինակած խաղաղության խաչմերուկ նախագծին։ Ռուսաստանն անում է եւ անելու է ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև պայմանավորվածությունները կյանքի կոչվեն։ Հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործ նախարար Միխայիլ Գալուզինը։ Նա ընդգծել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջև 20-ից 23 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կարեւորությունը։ Բայդենի վարչակազմը ցանկանում է Սիրիայում տեսնել միասնական կառավարություն։ Ասադի տապալումից հետո ԱՄՆ-ն ուզում է նաև այնպիսի Դամասկոս տեսնել, որը ճանաչված կլինի Վաշինգտոնի կողմից։ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակել ժողովրդավարական շարժում կենտրոնամետ կուսակցության առաջնորդ Ֆրանսուଆ Բայրուին, օրվա միջազգային լրահոսը։ Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Նոան Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի վերջին տնային խաղում 1-3 հաշվով պարտվել է Կիպրոսի չեմպիոն Ապոելին։ Խաղից հետո Նոայի գլխավոր մարզիչն անդրադարձել է մրցավարների վիճահարույց որոշումներին։ Մոսկվայում կայացել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, որը նախագահել է Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Փաշինյանը ելույթում ընդգծել է, որ կառույցի անդամ երկրների տարածքներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի տեղաշարժի ազատությունը հիմնարար սկզբունք է։ Նրա խոսքով գործակցության արդյունավետության գնահատման առանցքային չափանիշներից է մնում փոխադարձ առևտրի խոչընդոտների բացահայտումն ու վերացումը։ Փաշինյանը պնդել է ԵԱՏՄ-ի առանցքային նպատակներից մեկը միության երկրներում բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ ստեղծելն է։ Վարչապետն անդրադարձել է նաև տրանսպորտային եւ լոգիստիկ ներուժի իրագործման անհրաժեշտությանը ու եւս մեկ անգամ գործընկերներին հիշեցրել է կառավարության հեղինակած խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Երևանից Մոսկվա տեղափոխված Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստը կայացավ։ Այն նախագահեց Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը ելույթում ընդգծեց, որ ԵԱՏՄ-ի գործունեությունը լրացուցիչ խթան է հաղորդել անդամ երկրների միջև տնտեսական գործակցության խորացմանը։ ԵԱՏՄ անդամ երկրների տարածքներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի տեղաշարժի ազատությունը հիմնարար սկզբունք է։ Գործակցության արդյունավետության գնահատման առանցքային չափանիշներից է մնում փոխադարձ առևտրի խոչընդոտների բացահայտումը եւ վերացումը։ Այս համատեքստում մենք դրական են գնահատում ԵԱՏՄ հանձնաժողովի ջանքերը դինամիկան վերլուծելու եւ խոչընդոտների առաջացման եւ վերացման հիմնական միտումները բացահայտելու ուղղությամբ։ Փաշինյանը շեշտեց, առանցքային նպատակներից մեկը միության երկրներում բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ ստեղծելն է։ Երևանը կարևոր է համարում նաև էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ճանապարհային քարտեզի արդյունավետ իրականացումը։ Սա նշանակալից քայլ է մեր երկրների արդյունավետության մրցունակության բարձրացման ուղղությամբ եւ ճիշտ մոտեցմամբ կարող է նպաստել բարձր տեխնոլոգիական արտադրության ստեղծմանը եւ արդյունաբերական գործակցության ընդլայնմանը։ Հայաստանի ղեկավարը անդրադարձավ նաեւ տրանսպորտային եւ լոգիստիկ ներուժի իրագործման անհրաժեշտությանը։ Վարչապետը եւս մեկ անգամ չզլացավ եւ գործընկերներին հիշեցրեց Հայաստանի կառավարության հեղինակած խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Մյուս առանցքային թեման ԵԱՏՄ-ի տրանսպորտային եւ լոգիստիկ ներուժի զարգացումն է, որտեղ անդամ երկրների հնարավորությունները ամբողջությամբ չեն օգտագործվում։ Այս համատեքստում հարկ եմ համարում եւս մեկ անգամ նշել խաղաղության խաչմերուկ լայնածավալ ենթակառուցվածքային նախագծի կարեւորությունը մեր տարածաշրջանի համար, որը ենթադրում է հաղորդակցուղիների ստեղծում եւ արդիականացում։ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն էլ արձանագրեց. Եվրասիական տնտեսական միության երկրների ընդհանուր համախառն ներքին արդյունքը այս տարվա առաջին 3 եռամսյակում աճել է ավելի քան 4.5%-ով։ Մոտավորապես նույն տեմպով աճել է արդյունաբերությունը, իսկ մանրածախ առևտրի շրջանառությունը աճել է գրեթե 8%-ով, ուղևորափոխադրումներինը գրեթե 7.5%-ով։ Գործարկել ենք միության բյուջեից համատեղ նախագծերի սուբսիդավորման վերպետական մեխանիզմ, որը արդեն սկսում է գործել։ Պետք է բիզնեսին տեղեկացնել առաջարկվող պայմանների եւ առավելությունների մասին, որպեսզի ընկերությունները հստակ հասկանան, որ կարող են ապավինել իրական օգնությանը եւ ավելի ակտիվորեն ներգրաված լինեն առաջադեմ արտադրության ստեղծման գործում։ Հաղորդակցուղիների բացման միջոցով ԵԱՏՄ անդամ երկրների միջև գործակցությունը ել ավելի խորացնելու վերաբերյալ էլ Ռուսաստանի վարչապետը նշեց, որ աշխատանքները կշարունակվեն։ Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 30-ից 31-ը Ալմաաթիում։ Նարեկ Արոշանյան, Free News, Ազատ լուրեր։ Ավելի վաղ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Փաշինյանի Մոսկվա այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում չի նախատեսվում։
Ռուսաստանը անում է եւ անելու է ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև պայմանավորվածությունները կյանքի կոչվեն, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայել Գալուզինը Մոսկվայում Ալիևի հիշատակի նվիրված միջոցառմանը։ Նա ընդգծել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջև 2023 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կարեւորությունը։ Գալուզինը նշել է նաև, որ Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև Հայաստանի Սյունիքի մարզով անցնող երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ բանակցություններում լուրջ արդյունքների են հասել։ Բայդենի վարչակազմում ցանկանում են Սիրիայում տեսնել միասնական կառավարություն, մինչդեռ Թրամփը խոսում է չմիջամտելու քաղաքականության մասին։ Ասադի տապալումից հետո Բայդենի վարչակազմն ուզում է նաև այնպիսի Դամասկոս տեսնել, որը ճանաչված կլինի Վաշինգտոնի կողմից եւ կստանա Միացյալ Նահանգների աջակցությունը։ Սիրիայի բռնապետ Բաշար Ալ-Ասադի տապալումից հետո Բայդենի վարչակազմը խոսում է այնպիսի Դամասկոսի մասին, որն ունակ է ստանալ ԱՄՆ աջակցությունը եւ ճանաչված կլինի Վաշինգտոնի կողմից, եւ գետնի վրա իրավիճակը բարդ է։ Այն, ինչ մենք ցանկանում ենք տեսնել Սիրիայում կառավարման առումով, այնպիսի կառավարությունն է, որը ընկալվում է որպես վստահելի եւ օրինական, կայուն է եւ որը համապատասխանում է սիրիացի ժողովրդի պահանջներին։ Ընդ որում սա պետք է արդյունք լինի սիրիացիների գլխավորությամբ իրականացվող մի գործընթացի։ Նորություն չէ, որ Սիրիայում Ալ-Ասադի վարչակարգը տապալած եւ իշխանության եկած Հայաթ Թահրիր աշ-Շամ խմբավորումը ԱՄՆ կողմից ճանաչվել է ահաբեկչական, իսկ նրա առաջնորդ Աբու Մուհամմադ Ալ-Ջուլանիի համար $10 միլիոն գլխագին է նշանակված։ Այս հաղթանակը իմ եղբայրներ, նոր էջ է ամբողջ իսլամական ազգի պատմության մեջ, շրջադարձային է տարածաշրջանի համար։ Շատերն են խոսում, թե նախորդ տարիներին Ալ-Ջուլանին հետքայլ է կատարել ծայրահեղական իսլամիստական գաղափարախոսությունից, բայց ուշադրություն գրավեց նաև այն, որ Կիրակի իր հաղթական ելույթը նա հնչեցրեց Դամասկոսի հնագույն Սուննի մզկիթից, ոչ թե օրինակ երկրի նախագահական պալատից։ On the rebels' own Telegram channel. Ապստամբների տելեգրամյան ալիքում հայտարարություններ եղան, թե պատրաստվում ենք գնալ դեպի Քաաբա, որը գտնվում է Սաուդյան Արաբիայում։ Այս ամենի ֆոնին Իրաքի Միացյալ Նահանգները ավիահարվածներ հասցրեց Սիրիայում իսլամական պետության օբյեկտներին։ Չորեքշաբթի պետքարտուղար Բլինքենը ժամանեց Թուրքիա եւ Հորդանան տեղի ղեկավարների հետ քննարկելու տարածաշրջանային իրավիճակը, սակայն շաբաթներ անց հունվարի 20-ին Բայդենին փոխարինելու է Դոնալդ Թրամփը, ով չի թաքցնում, կողմը չմիջամտելու քաղաքականությանը, սոցցանցում գրելով՝ «Մի խառնվեք»։ Բայց ԱՄՆ-ն վաղուց ներկա է Սիրիայում, ուր տեղաբաշխված են ամերիկացի մոտ 900 զինծառայողներ, եւ որոնք աջակցում են սիրիացի քրդերին ընդդեմ իսլամական պետության։ Վաշինգտոնը բանակցությունների մեջ է Սիրիայի բոլոր հարևանների՝ Իրաքի, Լիբանանի, Իսրայելի, Հորդանանի եւ Թուրքիայի հետ։ Ամբողջովին մի կտրվեք գործընթացից, իհարկե ոչ, բայց եթե չեք ցանկանում չափից դուրս ներգրավված լինել որպես Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ժամանակն է շատ սերտորեն համագործակցել տարածաշրջանի գործընկերների հետ։ Պարզ չէ, արդյոք Թրամփի նախ եւ առաջ ամերիկան դոկտրինի ներքո ԱՄՆ-ն կանի այն, ինչ շանում է Բայդենի օրոք, այդ թվում Սիրիայի ուղղությամբ։ Մինչդեռ մյուս տերությունները ձեռքերը ծալած չեն նստում։ Ժամանակին Ալ-Ասադին մեծապես աջակցող Մոսկվան լոբբինգ է անում Սիրիայում ռուսական ռազմակայանները պահելու համար։ Երկրի հյուսիսում ակտիվացել է Թուրքիան, սիրիացի քրդերի դեմ աջակցելով տեղում իրեն հավատարիմ ուժերին։ Իրանն է, որ կորցրել է Սիրիայում իր լծակների մեծ մասը եւ դա սիրիական տարածքին չդադարող իսրայելական հարվածների ֆոնին, որոնց նպատակն է թույլատրել նախկինում Թեհրանի աջակցությունը վայելող սիրիական բանակի մնացորդները։ 42 տարեկանում գրավեց Սիրիան եւ գահանքեց արեց Ռուսաստանի հովանավորությամբ գահակալող Ասադին։ Իշխանությունը վերցնելուց հետո կիրառեց ոչ թե իր մարտական անունը, այլ իսկականը՝ Ահմեդ Ալ-Շարա, Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական խմբավորում համարվող Հայաթ Թահրիր Ալ-Շամի ղեկավար Ջուլանին տարիներ շարունակ պատրաստվել էր Սիրիայի ղեկավարը դառնալու օրվան, կերպարանափոխվել թե արտաքնապես, թե գաղափարական մոտեցումներով։ Բլեֆ թե իրականություն, թեմայի վերաբերյալ փասերը կհամադրի իմ գործընկեր Այդա Կիրակոսյանը։
Այդա ով է 42 տարեկան Սիրիայի նոր տերը եւ այս մասով ինչ նոր մեկնաբանություններ կտաս։ Աբու Մուհամմադ Ալ-Ջոլանին իսկապես բավականին հետաքրքիր կյանքի պատմություն ունի, որի մասին այսօր ինչ որ հետաքրքիր դրվագներ կպատմեմ։ Նա ծնվել է սիրիացիների ընտանիքում, որոնք ժամանակին, երբ Իսրայելը գրավում էր Գոլանի բարձունքը, փախել են այդտեղից իրենց կյանքը փրկելու համար։ Ըստ երևույթին հենց այստեղից էլ եկել է իր մարտական կեղծանունը Ջոլանի։ Ըստ արկատեղեկությունների նա 2003 թվականին է սկսել իր ահաբեկչական մարտական ուղին Ալ-Քաիդայից։ Արդեն 3 տարի անց 2006-ին բնականաբար ձերբակալվել է Միացյալ Նահանգների կողմից եւ 5 տարի բանտարկված մնացել Միացյալ Նահանգների բանտերից մեկում։ Բանտից 5 տարի անց դուրս է եկել եւ 1 տարի անց հիմնել է Նուսրայի ճակատը, որը ինչպես գիտենք Ալ-Քաիդայի Սիրիայի ճյուղն էր։ 2017 թվականին արդեն այս ճակատը միավորվել է ընդդիմադիր այլ խմբավորումների հետ, կազմելով արդեն մեզ հայտնի Սիրիան գրաված եւ իշխանությունը վերցրած Հայաթ Թահրիր Աշ-Շամը, որն այդ իսկ օրվանից, ստեղծման իսկ օրվանից ինտենսիվորեն պայքարել է Ասադի իշխանության դեմ։ Մինչև այս խմբավորումը ստեղծել է եւ ընդդիմադիր մյուս շարժումներին միանալը, պիտի նշենք, որ 2016 թվականին արդեն Ալ-Քաիդայի հետ խզել է կապը Ջոլանին եւ այդ օրվանից սկսել կառուցել փոքր-ինչ ավելի պրագմատիկ, արդեն քաղաքական գործչին բնորոշ կերպար եւ ներկայացել որպես Ասադի իսկական այլընտրանք։ Փաստորեն տարիներ հետո նա իր երազանքին հասավ։ Այս ընթացքում մենք տեսնում ենք իսկական կերպարանափոխություն, ռեբրենդինգ, սկսած արտաքին տեսքից մինչև գաղափարախոսություն եւ մոտեցումներ։ Նրա արտաքին տեսքը իսկապես շատ կտրուկ է փոխվել, այլևս նա նման չէ արևմուտքի փնտրած այն ահաբեկչին, որի համար ժամանակին Միացյալ Նահանգները 10 միլիոն դոլար էր խոստանում։ Հանել է ջիհադիստական գլխաշորը, զինվորական համազգեստից է հրաժարվել, քաղաքացիական հագուստով, արդեն իսկապես շատ խնամված մորուքով հանդես է գալիս տարբեր հարցազրույցների ընթացքում եւ տեսնում ենք, թե իսկապես նաեւ ինչքան շատ փոխվել է նրա հռետորաբանությունը։ Տեսնում ենք ժպտացող զինվորների հետ շատ ջերմ շփվող փոքրահասակ մանկահասակ երեխաներին էլ այո գլուխը շող եւ տարբեր տեսակի նվերներ բաժանող ահաբեկիչի, որ այսքան կերպարն է։ Շատ լավ, այդ դա ոչ միայն արտաքին տեսքի մոտ է փոփոխություն տեղի ունեցել, այլ նաև խոսույթի, գաղափարախոսության եւ մոտեցումների մեջ։ Այս մասով ինչ կասես։ Այս մասով բնականաբար ինչպես նշեցի, այդ փոփոխությունները նկատելի են եղել դեռ իշխանափոխությունից առաջ, երբ հարցազրույցներ էր տալիս տարբեր լրատվամիջոցների, բայց այդ կտրուկ փոփոխությունը իսկապես էլ ավելի նկատելի է, երբ նա հայտարարություն արեց առաջին անգամ արդեն որպես Սիրիայի տեր ու տիրակալ եւ ղեկավար։ Առաջին հերթին, որը նաեւ վերաբերում է մեր հայրենակիցներին Սիրիայում բնակվող, հայտարարությունը, որը դուրս եմ բերել, դա ազգային եւ կրոնական փոքրամասնություններին է վերաբերում, նա նշում է, որ իրենք անպայման պաշտպանելու են նրանց իրավունքները։ Իդեպ պետք է հիշենք 2014-ին նրա տված հարցազրույցներից մեկը, որի ընթացքում նա վստահեցնում էր, որ փոխարինելու է Ասադին եւ Սիրիան կառավարելու է իսլամական մոտեցումներով, սկզբունքներով եւ այդ դեպքում Սիրիայում ոչ մի ազգային եւ կրոնական փոքրամասնություն տեղ չի ունենալու։ Արդեն այսօր տեսնում ենք, որ նա լրիվ հակառակի մասին է խոսում։ Նա խոստացել է պատժել բոլոր հանցագործներին, որոնք կապ են ունեցել Ասադի ռեժիմի հետ եւ կտանքների են ենթարկել սիրիացի քաղաքացիներին, բացի այդ նաև ռազմական հանցագործներին է խոստացել անպայման պատասխանատվության ենթարկել։ Երրորդ հետաքրքրական խոստումը, որ տվել է Ջոլանին, կանանց է վերաբերում, նշել է, որ արգելելու է բոլոր տեսակի արգելքները հագուստի հետ կապված եւ առհասարակ կանանց այլևս չեն ստիպելու հագնվել այնպես, ինչպես իրենք են ուզում, փաստացի հավանաբար կազատականացվի հագուստի եւ հագուստի ընտրության իրավունքը։ Կանանց իրավունքներն էլ կարծես առաջնային են դառնում։ Այո, դեռ հստակ հայտարարություն չի եղել, բայց եթե հագուստի մասով ազատականացվում է, ապա մյուս իրավունքները հուսով եմ եւս կվերանայվեն, եթե իհարկե սա իսկապես բլեֆ չէ։ Չորրորդ խոստումը, որ առանձնացրել եմ լրատվամիջոցների աշխատանքների հետապնդման մասին է, բնականաբար որպես ոլորտի մասնագետ սա շատ կարևորում եմ, նոր իշխանությունը խոստացել է պարզապես արգելել ցանկացած հետապնդում, կլինի դա ռադիոյի, հեռուստատեսության, թե սոցիալական կայքերի աշխատողների հանդեպ։ Եվ իհարկե սիրիական նոր կառավարությունը խոստանում է վերացնել Ասադի ռեժիմի սարսափները, դա մասնավորապես բանտերում տիրող իրավիճակի մասին է, արդեն տեսել ենք սարսափազդու կադրեր մարդկանց սպանդանոցի վերածված բանտերից, որտեղ օրական 50 եւ ավելի մարդ է սպանվել տարբեր
ձևերով մահապատժի է ենթարկվել կամ պարզապես բուժօգնություն չի հասցվել կամ սովամահ են եղել եւ տեսանք թե ինչպես սիրիացիներն ուղակի մտել էին բանտեր եւ փորձում էին փրկել իրենց հարազատներին, որոնք տարիներ շարունակ այնտեղ կտանքների են ենթարկվել։ Այդա շատ հատկանշական է, դու նշեցիր, որ այո, բավականին լուրջ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան փոփոխություններ է խոստանում եւ բավականին գայթակղիչ։ Արդյոք այս փոփոխությունները արևմուտքի հորդորով են ի հակակշիռ նրա աբեկշական անցյալին։ Ջոլանին իր ղեկավարած խմբավորման հետ մեկտեղ տարիներ շարունակ, ինչպես նշեցինք, եղել է սև ցուցակում Արևմուտքի եւ Միացյալ Նահանգների որպես ահաբեկչական խմբավորում, որը կապ է ունեցել Ալ-Քաիդայի հետ, ինչքան էլ հետո խզել է կապերը, այնուամենայնիվ նրանց ասոցացնում էին միմյանց հետ եւ արդեն նշեցինք, որ նրա գլխի համար եւ ցանկացած ինֆորմացիայի համար տասնյակ հազարավոր դոլարներ է խոսք տվել Միացյալ Նահանգները, այդ ցուցակներում նա դեռևս ներառված է, նրա անունը ջնջված չէ։ Այնուամենայնիվ տեսնում ենք, որ եւ Արևմուտքից եւ Միացյալ Նահանգներից հնչում են հայտարարություններ այն մասին, որ իրենք կարծես թե պատրաստ են երկխոսության գնալ։ Պիտի մեջբերեմ Ջո Բայդենի հայտարարությունը։ Քանի որ նրանք իրենց վրա մեծ պատասխանատվություն են ստանձնում, մենք կգնահատենք ոչ միայն նրանց խոսքերը, այլև գործերը։ Ջո Բայդենն է հայտարարել, բայց տեսնում ենք նաև հետքայլ որպես այդպիսին, նաև Արևմուտքի կողմից Եվրոպայից հայտարարում են, որ եթե իսլամիստական շարժումը ի ցույց դնի ծայրահեղականությունից, իսլամիզմից եւ ջիհադիզմից ձերբազատվելու իր անկեղծ ցանկությունը, ապա կարող են երկխոսել։ Այսինքն միտումներ կա երկխոսության, տեսնենք թե Ջոլանին եւ իր ահաբեկիչների խումբը ինչպես կդրսևորի, սա ուղակի բլեֆ է եւ առաջին օրերն են, որ փորձում են հրեշտակներ ձևանալ, թե ամեն դեպքում հրեշի կերպարանքը դեռ կտեսնենք։ Բայց ինչ վերաբերում է սիրիացի փախստականներին, որոնք հատկապես հարևան երկրներում բավական մեծ թիվ են կազմում, պիտի նշեմ, որ եւ Թուրքիայում, եւ Լիբանանում, եւ մյուս երկրներում երկու ճամբարի են բաժանված, նրանք մի մասը հավատում են Ջոլանիի խոստումներին եւ կարծում են, որ պիտի վերադառնան հայրենիք, վերակառուցելու Ասադի քանդած երկիրը, մյուս մասը պարզապես սարսափում է այն մտքից, որ իրենց երկիրը ահաբեկիչներն են ղեկավարելու։ Շնորհակալ եմ Այդա հանգամանալից ներկայացնելու համար։ Շարունակում ենք թողարկում է Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նոր վարչապետը նշանակել ժողովրդավարական շարժում կենտրոնամետ կուսակցության առաջնորդ Ֆրանսուଆ Բայրոին։ 1993-ից 97 թվականներին Բայրոն եղել է կրթության նախարար, 2017 թվականին կարճ ժամանակով գլխավորել է արդարադատության նախարարությունը, 3 անգամ առաջադրվել է որպես նախագահի թեկնածու։ Նրա կուսակցությունը մաս է կազմում միասին քաղաքական կոալիցիային։ Միջազգային նորությունները դիտեք տեսաշարով։ ԱՄՆ պետքարտուղար Անթոնի Բլինքենը հայտարարել է Ուկրաինային $500 միլիոն լրացուցիչ ռազմական օգնություն հատկացնելու մասին։ Ըստ պետքարտուղարի $500 միլիոն լրացուցիչ օգնությունը տրամադրվում է Պաշտպանության նախարարության պահեստներից։ Օգնության նոր փաթեթը ըստ հաղորդագրության ներառում է հակադրոնային զինամթերք, համազարգային գրակի ռեակտիվ համակարգերի զինամթերք, 155 մմ-անոց եւ 105 մմ-անոց տրամաչափի հրետանային զինամթերք, արագընթաց հակառադարային հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր, ականակայուն մեքենաներ, մեծ շարժունակությամբ փոխադրամիջոցներ, թեթև մարտավարական փոխադրամիջոցներ, կեսաբանական, քիմիական, ճառագայթային եւ միջուկային զենքից պաշտպանության սարքավորումներ։ Ավելի վաղ Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցով համակարգող Ջոն Քիրբին հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 12-ին հավանություն է տվել Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի հատկացմանը։ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը մերժել է Դոնալդ Թրամփի երթմնակալության արարողությանը մասնակցելու հրավերը։ Այս մասին հայտնում է ամերիկյան SBC News հեռուստաալիքը։ Սպիտակ տան նոր ղեկավարի երթման արարողությունը նախատեսված է 2025 թվականի հունվարի 20-ին։ Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցեն ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանը եւ նրա կինը, ինչը ստանդարտ պրակտիկա է, ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ։ Աղբյուրները չեն բացառել, որ դեսպանին կարող են միանալ Պեկինից այլ պաշտոնյաներ, բայց ոչ ինքը։ Սի Ցզինփինը նշվում է, որ Թրամփի երթմնակալության արարողությանը մասնակցելու հրավերը, որը փոխանցվել է ոչ պաշտոնական ուղիներով, զարմացրել է Պեկինին, քանի որ այնտեղ սովոր են ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում խիստ արարողակարգին եւ բարդ դինամիկային։ Ուստի տարակուսած են մնացել Թրամփի մտադրությունների վերաբերյալ։ ԱՄՆ Կորեայի հականդավաճանության եւ հեղաշրջման փորձի համար։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն տեսաուղերձով դիմել է անմիջապես իրանցի ժողովրդին։ Նա պատմել է, որ իր երկիրը ձգտում է խաղաղություն հաստատել բոլոր հարևանների հետ եւ կցանկանար նրանց թվում տեսնել նաեւ ազատ Իրանը։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ դա կարող է լինել շուտով ավելի վաղ, քան շատերը կարծում են։ Կանայք, կյանք, ազատություն, սա է Իրանի ապագան, սա խաղաղ ապագան է։ Ես կասկած չունեմ, որ մենք այդ ապագան կյանքի կկոչենք միասին եւ անհամեմատ շուտ, քան շատերը կարծում են։ Ես գիտեմ ու հավատում եմ, որ մենք Մերձավոր Արևելքը կդարձնենք բարգավաճման առաջընթացի եւ խաղաղության ամրոց, ասել է նա։ Ucom-ն ընդլայնել եւ արդիականացրել է շարժական ու ֆիքսված ցանցերը։ Ընկերության 5G կապը գործարկվել է եւս 8 քաղաքներում։ Ըստ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Իրիկյանի, այսքանով չեն բավարարվելու։ Հաջորդ տարի Ucom-ի ցանցերի արդիականացումն ու ընդլայնումը շարունակվելու է ել ավելի բարձր տեմպով, քանի որ գիտակցում են համատարած թվային փոխակերպման այս շրջանում որքան կարևոր է որակյալ կապ ունենալը։ Ucom-ն ամփոփում է 2024 թվականի ընթացքում կատարած լայնածավալ տեխնիկական աշխատանքներն ու ցանցի արդիականացման արդյունքները։ Ամբողջ տարվա ընթացքում ընկերության տեխնիկական թիմը զբաղվել է մարզերում եւ Երևանում նոր բջջային կայանների կառուցմամբ։ Կատարվել է նաեւ գործող կայանների մասսայական արդիականացում, բաժանորդների համար կապի որակը բարձրացնելով նոր մակարդակի։ Ընկերության 2024 թվականի ամենամեծ ձեռքբերումը դարձավ նոր սերնդի 5G ցանցի գործարկումը։ Այսօր Ucom-ը հայտարարում է 5G ցանցի շահագործման մասին եւս 8 քաղաքներում՝ Այրումում, Արարատում, Հրազդանում, Նորհաճնում, Նոյեմբերյանում, Քաջարանում, Եղվարդում եւ Շամլուղում։ Այսպիսով Ucom-ի նորագույն G ծածկույթ ունեցող քաղաքների ընդհանուր թիվը հասել է 28-ի։ Երբ մենք խոսում ենք տվային աբակայի մասին, ուրեմն ամենասկիզբը պետք է սկսենք աշխատանք տանել ենթակառուցվածքի վրա եւ կառուցենք նորը, կառուցենք այն հարթակը, որ թույլ կտա իրականացնել այն քաղաքապարախոսությունը, որ ասում է թվայնացում կամ հաճախորդամետություն։ Ընթացող արմատական արդիականացման արդյունքում կապի ծառայությունները Ucom-ի բաժանորդների համար դարձել են ոչ միայն ավելի արագ, այլև ավելի կայուն։ Ընկերությունը ծառայությունների անխափանելիությունն ապահովելու համար ներդրել է հեռահաղորդակցության ստանդարտներին համապատասխան պահուստային համակարգեր։ Այսուհետև 5G ինտերնետից կարող են օգտվել շարժական կապի կանխավճարային, հետվճարային եւ կորպորատիվ սակագնային պլանների բոլոր բաժանորդները։ Մենք հատուկ 5G-ի ծառայությունները սկսեցինք մարզերից, որովհետև շատերին միան Երևանն է Հայաստանը, բայց մեզ համար Հայաստանը մարզերն է եւ Երևանը։ Զուգահեռաբար ընդլայնվել է նաեւ ընկերության ֆիքսված ցանցը, արագ եւ որակյալ տան ինտերնետն ու հեռուստատեսությունը հասանելի դարձնելով նաեւ 4 քաղաքներում՝ Աշտարակում, Արտաշատում, Նորհաճնում եւ Բյուրեղավանում։ Բացի այդ, Ucom-ի ֆիքսված ցանցը սկսել է գործել Քանաքեռի եւ Ջրվեժի սեփական տների հատվածում։ Այդ վերազինման աշխատանքները կատարվել են Հայաստանի բոլոր 10 մարզերում, որի շրջանակում մենք հինը փոխարինել ենք նորով, նոր ասելով ավելի հնարավորություններ, ավելի թողունակություններ, ավելի հասանելիություն։ Թե ֆիքսված, թե շարժական ցանցի ընդլայնումն ու հզորացումն ընկերության առաջնային նպատակներից է, որն իրականություն դարձնելու համար էլ Ucom-ի տեխնիկական թիմը մեծ նվիրվածությամբ օր ու գիշեր աշխատել է։ Արմատական վերազինում տեղի ունեցավ մայր կայանների վրա, որոնք ընդվում են կենտրոնական կայանի մեջ, որտեղ համապատասխան միջազգային պահանջվող հեռահաղորդակցության ստանդարտների պահուստային տարբերակ համակարգեր տեղադրվեցին եւ ինչու դա արվեց, որովհետեւ երբ մենք ունենանք ինչ-որ խափանում, անմիջապես գործի կանցնի պահուստային տարբերակը, որ վերջում երբ ասում ենք բաժանորդամետ, որ ասենք, որ բաժանորդը ոչ մի խափանում չի զգալու, ծառայությունները անընդհատ կշարունակվեն։ Ucom ցանցերի արդիականացումն ու ընդլայնումն այսքանով չի սահմանափակվում։ 5G ցանցի գործարկումը նոր բնակավայրերում ավելի բարձր տեմպով շարունակվելու է նաև հաջորդ տարի։ Իսկ առջևում նոր գաղափարներ, ծրագրեր եւ բազում անելիքներ կան։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Էլբակյաններին պատկանող Էկոփեն ընկերությունը եւ Էլբակյան կրթահամալիրը ամենամյա Հայաստան-Արցախ-Սփյուռք 115-րդ մրցանակաբաշխության այս անգամ եւս արժանացել են մրցանակի։ Էլբակյանները նշում են, որ այս մրցանակը ստեղծարարության նորարար գաղափարների եւ իրենց տարիների տեխնաջան աշխատանքի արդյունքն է։ Ստեղծարարություն եւ նորարար գաղափարներ կայացավ Հայաստան-Արցախ-Սփյուռք 15-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը։ Այս պատվոգրերը վկայում են հասարակական, քաղաքական, առողջապահական, լրատվական, սպորտի, մշակույթի եւ այլ ոլորտներում լավագույնի կոչմանն արժանացած այն անձանց անցած ուղու մասին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել հայրենիքի զարգացման գործում իրենց մասնակցությունն ունենալուն։
Պատվոգները անվանակարգեր են, որոնք տարվա ընթացքում կատարած մշակույթի, արվեստի, հասարակական գործունեության մեջ մարդիկ են եւ նաեւ ավանդ ունեցող մարդիկ, ովքեր ներդրում են արել մեր հայրենիքի իրենց տվյալ ոլորտում ու կարծում եմ, որ այս առումով մի հրաշալի փունջ է այստեղ հավաքված։ Այստեղ ներկաներից յուրաքանչյուրն իր ոլորտում իր գործի գիտակն է։ Աշխատանքային գործունեության ընթացքում իրեն լավագույնս է դրսևորել նաև Էլբակյան կրթահամալիրի Էկոփեն ապրանքանիշի հիմնադիր տնօրեն Արտակ Էլբակյանը։ Բացի բուն մասնագիտական գիտելիքները, այլ նաև շատ բազում փափուկ հմտություններ ենք տալիս մեր սաներին, որպեսզի հետո կարողանան իրանք իրենց ռեալիզացնեն կյանքում։ Էլբակյան կրթահամալիրը անցկացնում է վեբ ծրագրավորման, գրաֆիկ դիզայնի, ռոբոտաշինության, Python ծրագրավորման լեզվի, եռաչափ մոդելավորման, ինտերիեր դիզայնի եւ նաեւ շատ այլ մասնագիտությունների ուսուցում։ Էլբակյան կրթահամալիրին գրանցվելու համար կարող եք գրել մեր Facebook-յան էջին, Instagram-յան էջին կամ ուղղակի զանգահարել 096 88 88 44 հեռախոսահամարով։ Էլբակյան կրթահամալիրի մասնաճյուղերն այս պահին 4-ն են։ Ընկերությունը նպատակ ունի կրթահամալիրներ ունենալ նաև մարզերում։ Գլխամասը Ռաֆու 19 հասցեում է գտնվում, մեր կենտրոնի մասնաճյուղը Ամիրյան 4/7 հասցեում են գտնվում, Իմպերիում բիզնես կենտրոնի երկրորդ հարկում ունենք ինչպես նաև Սվաճյան 32 հասցեում մասնաճյուղ եւ Սեբաստիա 37 հասցեում մասնաճյուղ։ Մեր ընկերությունների խումբը շատ կարևորում է կրթությունը ու կարծում ենք ու վստահ ենք, որ երկրի զարգացման համար ամենահանգուցային կետերից մեկը դա կրթությունն ու զարգացումն է։ Ուստի մեր հիմնական ուղղությունները ուղղված են կրթության զարգացմանը, մասնավորապես Էլբակյան կրթահամալիրը, որ արդեն 6 տարի է շուկայում գործում է, ունի իր կայուն ու վստահ դիրքերը, առավելություններից են մեր, որ մեր տված կադրերը չեն ձեռք բերում սոսկ տեսական գիտելիքներ, այլև հստակ պրակտիկա են անցնում եւ արդեն մենք տալիս ենք շուկային պատրաստի ու գրեթե կամ պատրաստի մասնագետներ։ Կրթահամալիրում դասընթացներն անցկացվում են ճկուն ժամային գրաֆիկով եւ օնլայն եւ օֆլայն։ Էլբակյանները ստեղծել են այնպիսի կրթահամալիր, որտեղ ուսումնառությունը անցկացվում է ժամանակի պահանջներին համապատասխան։ Էլբակյան կրթահամալիրում սերտիֆիկատների հանձնման արարողությունը տեղի է ունենում մեծ շուկով։ Հանձնման ընթացքում բազմաթիվ խաղարկություններ են անցկացվում եւ մեր շրջանավարտները ստանում են բազմաթիվ անակնկալ նվերներ եւ ամենամեծ նվերը խաղարկության միջոցով շահում են ուղևորություն դեպի Եգիպտոս եւ Էլբակյան Travel-ի միջոցով կազմակերպում ենք նրանց ուղևորությունը։ Էկոփեն ընկերությունը նաև առաջարկում է ձեռքով պատրաստված ամբողջովին օրգանական էկոգրիչներ, որոնք հնարավորություն կտան փոքր-ինչ սահմանափակել պլաստմասե իրերի կիրառումը, նպաստելով շրջակա միջավայրի պաշտպանությանը։ Էկոգրիչներն արդեն 6 տարի շուկայում մեծ պահանջարկ ունեն։ Էկոփեն գրիչներ պատվիրելու համար կարող եք զանգահարել 033 88 88 34 հեռախոսահամարով։ Սկզբից արտադրում էին թղթից, միայն թղթից, հետո քիչ-քիչ արդեն մտահղացում եղավ նաև աճող էկոգրիչներ։ Էկոգրիչները պատրաստվում են ձեռքով բացառապես եւ բավականին ճանաչում ունեն արդեն ոչ միայն Հայաստանում, այլև երկրից դուրս։ Էլբակյանները նշում են, որ հերթական մրցանակն իրենց թիմի տարիների աշխատանքի արդյունքն ու արձանագրած հաղթանակն է։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Նոան կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի վերջին տնային խաղում 1-3 հաշվով պարտվել է Կիպրոսի չեմպիոն Ապոելին։ Խաղը հիմնականում անցել է հայկական թիմի առավելությամբ, սակայն մրցավարը Նոայի խփած գոլերից մեկը չի հաշվել, երկու դրվագներում էլ ակնհայտ 11 մետրանոց չի նշանակել։ Խաղից հետո Նոայի գլխավոր մարզիչն անդրադարձել է մրցավարների վիճահարույց որոշումներին։ Պարտություն խաղում, որտեղ Նոան արժանի էր առնվազն ոչ ոքի։ Հայաստանի փոխչեմպիոնը UEFA-ի կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում ընդունեց Կիպրոսի չեմպիոն Ապոելին։ Առաջին խաղակեսում հիմնականում գնդակով Նոան էր, սակայն հաշիվը բացեց հեղինակավոր մրցակիցը օգտվելով անկյունայինի խաղարկումից։ Այնուամենայնիվ առաջին խաղակեսի ավելացված ժամանակի 4-րդ րոպեին հայկական թիմը խփեց պատասխան գոլը։ Ապոելի դարպասը խոցեց բրազիլացի հարձակվող Մատեուս Այասը։
Երկրորդ խաղակեսում հանրապետականի խոտածածկին կրկին նույն իրավիճակներ։ Նոան գրոհում էր, Ապոելը սպասում։ 84-րդ րոպեին Ռուի Մոտայի թիմը երկրորդ գոլը խփեց։ Գեղեցիկ հարվածով դարպասի գրավմամբ աչքի ընկավ ֆրանսիացի վինգեր Վիրջիլ Պինսոնը, սակայն մրցավարը վառով դրվագը դիտելուց հետո կանոնների խախտում հնարեց եւ չեղարկեց գոլը։ Ընդամենը 5 րոպե անց Ապոելը հաշվի մեջ առաջանցավ, իսկ ավելացված ժամանակի 3-րդ րոպեին դրեց խաղի վերջակետը, հաղթելով 3-1։ Կիպրոսից ժամանած մոտ 1000 երկրպագուների համար էլ սկսվեց տոնախմբությունը։ Մեզնից 2-11 մետրանոց խլեցին, նախ առաջին խաղակեսում Դաշյանի դրվագում, երկրորդ խաղակեսում էլ գնդակը դիպավ Ապոելի ֆուտբոլիստի ձեռքին։ Գոհ եմ թիմից դրսևորած բնավորությունից, պետք է այդպես շարունակենք։ Շնորհակալ եմ երկրպագուներին, նրանք մինչև վերջ կանգնած էին Նոայի կողքին։ Փորձեցինք վաստակել 3 միավոր, բայց չստացվեց։ Նույն կերպ պետք է տրամադրվենք Բաչկա Տոպոլայի դեմ խաղին։ Հանդիպումից հետո նշեց Նոայի գլխավոր մարզիչը։ Դեկտեմբերի 19-ի Սերբիայում կայանալիք Բաչկա Տոպոլայի դեմ վերջին տուրի մրցավեճից առաջ Նոան 4 միավորով 31-րդն է եւ չնչին հույսեր է պահպանում անցումային խաղերի մասնակցելու հնարավորություն տվող դիրքում հայտնվելու համար։ Նարեկ Արոշանյան, Free News, Ազատ լուրեր։ Այսքան այս ժամի համար վերջում կարող եք ծանոթանալ նաև եղանակի տեսությանը։ Ցտեսություն։